Այդ ճանապարհը չի կառուցվի։ Ինչպես Կարեն Դեմիրճյանը թույլ չտվեց կառուցել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, նորագույն պատմության ընթացքում Մեղրու առեղծվածը պարբերաբար դուրս է գալիս մեծ քաղաքականություն, դառնալով աշխարհաքաղաքական դիվանագիտության բախումների առիթ, երբեմն էլ այն վերաճում է ռազմական ընդհարման, ի հաստատումն դրան կրկին ներկայացնում ենք Ռիմա Դեմիրճյանի հիշատակ գրքում ներկայացված 1970-80 թվականների պատմության մեկ դրվագ։ Մեղրի Քաջարյան ճանապարհի շինարարության սկզբում Հեյդար Ալիևը հանդես եկավ առաջարկությամբ կառուցել նաև Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհ ադրբեջանական Նյուվադի գյուղի միջով, որը Ադրբեջանի սահմանից հեռու էր 15 կիլոմետրով, միաժամանակ վերակառուցել 18 կիլոմետր գրունտային ճանապարհ Նախիջևանից մինչև Նյուվադի։ Այդ ճանապարհի շինարարությունը նշանակում էր նպաստել ադրբեջանցիների բնակեցմանը Մեղրու շրջանում, իսկ հեռանկարում ամբողջ Զանգեզուրում։ Հենց այդ նպատակն էր հետապնդում Ալիեն, դրա համար էլ չէր համաձայնվում ճանապարհի այլընտրանքային տարբերակների հետ, որ առաջարկում էր հայկական կողմը, առաջարկվող ճանապարհներն անցնում էին հայերով խիտ բնակեցված տարածքով, ինչը դժվարացնում էր ադրբեջանցիների ներխուժումը, բանակցությունները տական էին ծանր, հարցը մի քանի անգամ քննարկվեց ԽՍՀՄ մինիստրների խորհրդում, Քաղբյուրոյում։ Մի անգամ վերադառնալով Մոսկվայից Կարենը մտահոգված ասաց, որ գործը բարդանում է, քանի որ Ալիևը դիմել է երկրի ռազմական ղեկավարությանը։ Նախիջևան-ադրբեջանական ԽՍՀՄ ճանապարհը հայտարարվել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ, այժմ այդ հարցով անձամբ զբաղվում է զինված ուժերի հրամանատար մարշալ Սոկոլովը։ Կարենի արխիվում պահպանվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար գեներալ գնդապետ Կուլիշևի նամակը, որտեղ նա խնդրում է համաձայնություն ճանապարհի շինարարության համար, որը կնպաստի ժողովրդատնտեսական կարևոր հարցերի լուծմանը, գազատի ավելորդ շրջանցումներ կատարելու անհրաժեշտությունից այլն։ Այդ նամակը, ինչպես նաև հաջորդող մյուս նամակները Կարենը ուղարկում էր Ֆադեյ Սարգսյանին համապատասխան ցուցումներով, իսկ նա տարբեր պատճառաբանություններով մերժում էր, այդ թվում նաև նշելով ճանապարհի շինարարության իրեն չարդարացնող բարձր արժեքը։ Կուլիշևը դարձյալ դիմում է Դեմիրճյանին խնդրանքով, միաժամանակ հաղորդելով, որ Նախիջանի ԻԽՍՀ-ն պատրաստ է իր վրա վերցնել ճանապարհի կառուցման բոլոր ծախսերը։ Այդ նամակի հետագա ճակատագրի մասին ինձ պատմեց Կարենի օգնական Սամվել Դանիելյանը։ Կարեն Սերոբովիչը կանչեց ինձ, ցույց տվեց նամակը, ասաց, որ ես ընթացք չտամ, ոչ մեկին ցույց չտամ, ուղարկեմ արխիվ։ Դա նշանակում էր, որ պատասխանը տրվել է, ուրիշ պատասխան չի լինի։ Մնում է միայն զարմանալ, թե ինչպես ընդդիմանալով ամենազոր ռազմաարդյունաբերական համալիրին անձամբ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, գլխավոր քարտուղարի ամենամոտիկ մարդուն Հեյդար Ալիևին, հայկական ղեկավարությանը հաջողվեց պաշտպանել իր հանրապետության շահերը, ահա այն ժամանակվա ավտոճանապարհների շինարարության մինիստր Գ. Մելքումյանի վկայությունը։ Արդյունքի չհասնելով Ալիևը դիմեց մի աննախադեպ քայլի։ ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության նախարարությանը դարձրեց Հայաստանի տարածքում կառուցվելիք ճանապարհի շինարարության և պատվիրատու և նախագծող և կապալառու, և այսպես սկսվեց Ադրբեջանի սահման Նախիջան ճանապարհի շինարարությունը, մինչև հիմա էլ մեզ պարզ չէ, թե ինչ մեթոդներով, ինչ գերբնական իմաստությամբ և խորհրդավոր հիմնավորումներով հաջողվեց Կարեն Սերոբովիչին հասնել այն բանին, որ սկսված և դեռ չավարտված չարաբաստիկ շինարարությունը դադարեցվեց։ Եվ հենց այստեղ մենք հիշեցինք խորհրդակցությունում ասված նրա խոսքերը. այդ ճանապարհը չի կառուցվի։